Անուն Հոր եւ Որդվո եւ Օգնույն Սրբո ամեն։ Փառք եւ գոհություն երկնավոր Հոր, որ այսօր այս խաղաղ գիշերվա մեջ առիթը ընձայեց, որ մենք անգամ եւս հավաքվենք, հսկումի արարողության ներկա գտնվենք, որ ինքնին այս երկու արարողությունները, որ գդարեցինք, մեծակույն խորհրդանիշն են անոր անվանումները զինք ոգեգոճելու։ Այս երկու ժամերկությունները, որ գդարեցինք հսկում անվանդակ, խորքին մեջ երկու ժամերկություններ են, որոնք կգոչվին խաղաղական, հանգստյան եւ խաղաղական։ Այսինքն իրինգունով մենք խաղաղինք եւ ապա երթանք հանգստանանք։ Ինչպես խոսվեցավ անցյալ շաբթվա երկու գեղեցիկ քարոզներով Հայր Սուրբին կողմէ, որ այս տարի Նիգիո ժողովի առաջին ժողովի 1700-ամյակն է, որ դեղի ունեցավ 325 թվականին Նիգիա քաղաքի մեջ, որ այսօր կգտնվի Թուրքիա եւ կգոչվի Kadıköy, կարծեմ Kadıköy, որ Նիգիան էր ժամանակին, ինչևիցի գեղեցիկ միջավայր մներ բյուզանդական գայսության օրերուն 318 հայրապետներ հավաքվեցան եւ այս նիգիական ժողովը նշանավոր է իր 20 օրենքներով եւ հավատո հանգանակով։ Հավատո հանգանակը այն է, որ ամեն գիրագի բادرակի ընթացքին ջաշու ժամերկությանը ավարտին կգարտացվի Բողոս Արաքյալի նամակը, ապա ջաշու ավետարանը, որ մենք բոլորս միասին գցայնակցինք Տվրաստասին երկելով հավատամ քիմի Աստվածը։ Հետևաբար բատմականը ներկայացվեցավ այսօր առաջին նախատասության երկու տևերու բացատրությունը պիտի կատարենք, երկուքի բաժնած անշուշտ, մեկ մասը այսօր, իսկ մեկ մասը ուրբաթ։ Այսօրվա բաժինն է հավատանք իմի Աստված, գահավատանք մեկ Աստուծո։ Եկեղեցու կյանքին մեջ անցյալեն մինչև այսօր միշտ հատուկ դեղ վերաբահված է այն խոստովանության, որ ջանցված է ճագերդի մեջ հավատքի հանգանակ անվանումով։ Անիկա եկեղեցու հավատալիքներուն հարաբերաբար գարջ խոստովանություն մնե։ Եթե մենք բոլոր հավատամքները պիտի մեր հավատացածներու մասին պիտի խոսենք, շատ գերգարի, ինչպես հաջող կհիշեմ 5 դագարանի մեջ օրենքներու գիրք կա երկու։ Հոն գուտակված են 613 օրենքներ։ Իսկ եթե մենք հավատամքները պիտի հաշվենք Աստծո մասին, հավանաբար մի քանի հազար գել է, բայց կբավարարվենք գլխավոր գեդերու բացահայտումով։ Հավատքի հանգանակը ճիշտ այն համախմբողն է, որ բոլոր այն ճշմարտություններուն, որոնք ըստ եկեղեցու էական են, մարդուն անոր լիարատ կյանքին եւ անոր մեղքե ու հոգեվոր մահե բրգության համար։ Եկեղեցին իր պատմության ընթացքին ունեցավ բազմաթիվ վերիվայրումներ, ինչպես նաև գացության դեր կանգնող պատասխանատուներ։ Անոնք քրիստոնեական եկեղեցու հայրերն են, որոնք նյութի հրաբուրներ են, սին բերջանքներ են, երբեք չայլայլեցան, այլ բարի վարքով, ուղիղ հավատքով եւ առաքինությամբ ապրեցան։ Այդպիսիներեն էին
325 թվականին Նիգիո Սուրբ ժողովի մասնակցող 318 հայրապետները, որոնք առաքելական եկեղեցվո հավատքի ախոյաններն են, իրենց հավատարիմ ծառայությամբ, կենդանի վկայությամբ և հոգևոր քրագանությամբ դարձան սքանչելի հայրապետներ։ Չորրորդ դարու եկեղեցին կնմաներ նավագիմը, որ հագարակ փոթորիկներուն և ծովու ալեգոծություններուն երբեք չխորդակվեցավ, շնորհիվ այն հայրերուն, որոնք բայկարեցան հերետիկոսներուն դեմ, մանավանդ, ինչպես Հայր Սուրբը հիշեց, արիոսականներուն դեմ, որոնք դարագուսանքի կմատնեին Քրիստոսի Աստված ըլլալու ճշմարտությունը։ Անոնք ամեն չանք իքորձ դրին փարադելու աղանդավորներուն հարաճացուցած մշուշը, որ գխրովեցներ մտքերը, անոնք խմբակրեցին հավատո հանգանակը, որ ոսկեթարյան թարգմանությամբ հայերենի վերածվեցավ։ Շատ գեղեցիկ օրեն գորուն սկենչելակորձ գսե, Աստված սկսավ հայերեն խոսիլ հայ ժողովուրդին հետ։ Անոնք ժողովի ընթացքի նսին, երբ որդի գսենք, զայն պետք չէ շփոթենք որդե ծնության հետ։ Ան միածին որդի է և չունի ուրիշ եղբայր։ Ան կգոչվի միածին, որովհետև Աստվածային փառքով և հորմե ծնունդով եղբայր չունի։ Մենք որդի կգոչենք զայն, որովհետև հայրը Քրիստոսը որդի անվանեց մկրտության ժամանակ, դա իմ որդի սիրելի։ Այս ծնունդը մարդկային ծնունդի չնմանիր, հայրը սկիզբեն որդիին հետ էր։ Ուրեմն 5 դագարանի մեջ մենք ահագին փաստեր ունենք, որ Քրիստոս 5 դագարանի մեջ գոյություն ունի։ Քրիստոս նոր դագարանի հատուկ բան չէ։ Եթե բանանք մեկ օրինակ մտամ ցեզի, բանանք Արագներու գիրքը 8-րդ գլխուն 22-ին 34-րդ համարը, որ մենք նաև այս գիրքը գարտացինք դիարընթարաչի նախադոնագի օրը երեգոյան։ Դերը զիս ծնած էր ջամփայի սկիզբը գսե։ Իր վաղեմի կործերեն առաջ ես հաստատվեցա հավիտենականութենեն իվեր։ Սկիզբեն երգիրը լալեն առաջ, ես ծնած էի անտունդները չեղած, խորունկ չուրերուն աղբիրները չեղած, անշուշտ ստեղծագործության մասին գխոսի, ծննդոց կրկի, ես ծնած էի լերներուն ամրանալեն առաջ, փլուրներեն առաջ, երբ դագավին երգիրն ու տաշտերը չեր ստեղծված, ոչ ալ երկրակունտին հողերուն դարերը, ես հոն էի, երբ կհաստատեր երգինքը և գամար գծկեր անտունտին մագերեսին վրա, երբ վերը գխդացներ նոսր ամբերը, թեթև ամբերը, ու գզորացներ անտունտներուն աղբյուրները, երբ ծովուն գտներ իր գանոնը, որբեսի չուրերը իր հրամանը չանդեսեն, ու երկրի հիմերը գտներ, այն ադեն ես անորքով ջարդարաբետ էի։ Քրիստոսի մասին անշուշտ խոսքը և գշարունակվի գրնակ դուք ավելին գարտալ, երբ դուները երթակ Արագած կրկի 8-րդ գլխու 23-րդ համարեն սկսյալ։ Իսկ որդին ժամանակի ընթացքին հայր չեղավ, Նիգիո ժողովի որոշումներեն է այս խոսքը,
այլ հավիդյաններուն մեջ որդի մնաց։ Սուրբ հայրերը ըսին նաև Հարության մասին։ Հարության հուսալը արմատն է բարի գործերուն։ Վարձատրության անխուսափելի ճշմարտությունը հոգին է բարեգործության մեջ գահստադե մեզ, որովհետև յուրաքանչյուր ձարա պատրաստ է գրելու ամեն տեսակի նեղություն և գադարելու ամեն տեսակի բարեգործություն, եթե հավատա, թե պիտի վարձատրվի այս կյանքի ավարտին։ Պողոս առաքյալ այս առիթով մեզի կտելատրե, ըսելով. հիշեցեք ձեր առաջնորդները, որոնք Աստուծո խոսքը կբերեն ձեզի, նայեցեք, թե ինչպես ապրեցան և ինչպես մեռան անոնք և օրինակ արեք անոնցմե Եբրայեցիներու նամակին 13-րդ գլխուն մեջ։ Գահավատանք մեկ Աստուծո ըսին, հավատամքի առաջին բառերն է։ Ինչու, որովհետև նախաքրիստոնեական շրջանին բազմաստվածիներու գահավատային։ Այդ բազմաստվածները առնված էին երկու միտումով։ Մեկը վախի աստվածության տակ, որովհետև բնության մեջ դարեր կար, որ մարդուն վախ կպատճառեր։ Այդ վախի հետևանքով սկսան բաշտել բնության դարերը, քազանները, գենտանիները, որոդումը, գայծակը, որովհետև դակավին չէին գիտեր թե ուր առաջ կուկա։ Ապա երկրորդը օգտվելու գաղափարեն առնված, այն ինչ բանեն, որ գօգտվեին, կբաշտեին։ Արևը, անձրևը, ձարերը, ընդանի գենտանիները և այստվս բազմաստվածյան գաղափար մգար, նույնիսկ Դավիթ մարգարեի սաղմոսներուն մեջ մենք կտեսնենք, որ գսե ով դեր աստվածներուն մեջ տուն հզոր ես։ Մինչև այսինքն, երբ եբրայական մովսիսական գրոնքը հաստատվեցավ, դակավին կշարունակեին բազմաստվածյան այդ գաղափարը։ Դավիթ մարգարեն նույնիսկ սաղմոսներու մեջ քանի դեղեր գսե ով դեր տուն աստվածներուն մեջ հզորակույնն ես, այսինքն ուրիշ աստվածներույալ գահավատային դակավին։ Նիգյո ժողովի եկավ վերջ տնելու ալևս, հավատամ կիմի աստված, մեկ Աստուծո գահավատանք։ Հաբա շատեր պիտի ասեն, եթե մեկ Աստծո գահավատանք Հայր Որդի և Սուրբ Հոգի ինչ ասել է, ինչպես որ մեզ կմեղադրեն գարկ ուրիշ գրոնքներ, ասելով որ քրիստոնեությունը բազմաստվածյան գրոնքն է, ոչ կսենք մենք մեկ Աստծո գահավատանք, որովհետև նույն բնությունը ունենք մենք մեր մեջ։ Մտածում Հայրը կմտածե, Սուրբ Հոգին կգործե, Որդին կխոսի։ Մենք ունենք այդ հատկությունը, մտածում խոսք և գործ գրնան գնել, կնշանակե մեր մեջ ալ, երբ Աստված իր գենտանի շունչը պչեց մեր մեջ, մեզի դվով նաև այդ լիազորությունը, բայց ոչ այն լիազորություն, որ ինք ունի արարիչը բոլոր արարածներուն։ Ուրեմն, հրճագել, խոստովանել, թե Աստված մեկ է, կնշանակե, թե հոգևոր քերակույն միակ էությունն է, կամ արդացոլացող էություն, որ միան ինքն է բացատրությունը և իմաստը կյանքի յուրաքանչյուր գոյակերպի իմաստին։ Արդացոլացում երբ կսեմ, մարդիկ արևին կհավատային և կբաշտեին, առանց անդրադառնալու, թե ով է արևին ստեղծիչը և ով է արևին գարկ, կանոն, դվողը և հաստատողը։ Կհավատային, բայց անոր ետին հոգևոր զորություն մգար, չէին գիտեր և Հիսուս եկավ այդ մեկը սորվեցուց։ Հավատքի հանգանակը այս մեկ Աստված անմիջապես կգոչե Հայր, հավատանք
իմի Աստված, ի հայր ամենագալ, հոր բատկերը կներգայանա մեր մեջ։ Քրիստոնեությունը գսե Աստված բաջարն է ստեղծագործության, եւ Աստված իր ստեղծագործությունը գդարեց մնաց անոր հետ մինչև վերջ, եւ մինչև այսօր ստեղծագործության հետ է։ Ոչ թե օրինակ ժամացույցը մեր ցերկերուն մեջ կա, կամ հերացայինը մեր ափերուն, բայսակներուն մեջ կա, կամ ինքնաշարժերը, որ գործածենք։ Նորեն, եթե պիտի ուզենք բացադրել, անոնք արարածներ են, շինվածներ են, այսինքն։ Բայց զայն շինողը ոչ էլ հետաքրքրված է։ Եթե այդ ինքնաշարժը ավրվի, մենք ուր գերտանք, ուրիշ նորոքիչի մկով գերտանք։ Բայց Աստված ստեղծեց մեզ եւ մնաց մեզի հետ հովանավոր։ Հայրը կյանք կբարգեւե եւ կշարունակե սիրել իր ստեղծագործությունը, կխնամե զայն, կմասնակցի անոր լինելության, Ավետարանը գսե Աստված սեր է եւ ուստի զին հայր գոչելով անոր սիրույն կպատասխանենք մեր իսկ սիրով, իսկ մեր վստահությամբ, մեր որդիական հնազանդությամբ։ Հոս այս որդիական հնազանդության դագեն կից պետք է կաժենք, որովհետև հնազանդությունը Աստուծո որդիական հնազանդություն է, ոչ թե ստրգության հնազանդություն։ Մենք կհնազանդենք Աստուծո որպես հայր։ Այսինքն մեր հնազանդությունը որդիական հնազանդություն է իրեն հանդեպ։ Զինք հայր գոչել է հետո հավատքի հանքանակը զինք ամենագալ գխոստովանի, գհավադամ մեկ Աստուծո ամենագալ հոր, այս պարով գարդահայտենք մեր հավատքը, թե Աստված զոր հայր գգոչենք, իր նախախնամության մեջ գկրգե ամբողջ կյանքը, կամ ավելի ճշգրիտ բացատրությամբ դիեզերքի մեջ ամեն ինչ իրեն կպատկանի իր է իր մով գաբրի։ Ուստի անհրաժեշտ է նյութեն ազատիլ եւ Աստված փնտրել զուտ հոգևորին մեջ։ Ուրեմն հավատամ կիմի Աստվածը այսպես կբացատրվի մեր եկեղեցվո հայրերու կողմէ։ Ուրբաթ օր կշարունակենք մեր նյութը, ժամանակը արդեն հասած է եւ արարիչ երկնի եւ երկրի բացատրության մասին խոսենք, դերը օրհնեցես հիմա Հավիդյանս Հավիդենից։ Ամեն։